Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ տնտեսական պատերազմ սկսելու մասին ամենակործանարարը աշխարհում։ Սա կլինի աննախադեպ մեկուսացում, նրանց նավատորմը ռազմաօդային ուժերը ոչնչացվել են, գործարանները վերածվել են ավերակների, նշել է Սպիտակ տան ղեկավարը, հավելել. ցանկացած երկիր, որն օգնություն է ցուցաբերում Իրանին, նույնպես կբախվի տնտեսական հետևանքների։ Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Թեհրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել, նաև չնայած Իրանի հակառակ պնդումներին Թրամփը հավատացրել է, որ ամերիկյան կողմը վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Մարդիկ այլընտրանքներ են փնտրում Հորմուզի նեղուցին, իսկ դրանք կան Տեխաս, Ալյասկա, Լուիզիանա, այժմ շատ խողովակաշարեր են կառուցվում, տեղեկացրել է ԱՄՆ նախագահը։ Իրանի արտգործնախարարն անհաջող է որակել ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունը, նշելով, որ այն կհանգեցնի նոր պարտությունների եւ իրանցիների շրջանում թշնամանքի աճի։ Փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով էլ ռազմական գործողությունները ոչ մի արդյունք չտվեցին, ուստի ամերիկյան կողմը որոշեց տնտեսական պատերազմի անցնել։ Ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային, հատկապես Կիևի շրջանին եւ մայրաքաղաքին, շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել։ Կիևում բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել։ Կան ավերածություններ, վնասվել են նաեւ դպրոց եւ մանկական հիվանդանոց, զոհվել է 10-ից ավելի քաղաքացիական անձ, վիրավորվել 40-ից ավելին։ Օգոստոսի 21-ը ՍՔ օր է հայտարարվել։ Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ Կիևում թիրախավորել են ԱԹՍ-ների եւ հրթիռների բաղադրիչներ արտադրող գործարան, նաեւ հեռահար ԱԹՍ-ներ արտադրող ձեռնարկություն։ Հարված է հասցվել նաև Օդեսային, Խերսոնում շտապօգնության աշխատակիցներ են տուժել, կան զոհեր։ Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 700-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին։ Թաթարստանին հարվածների հետևանքով կան տուժածներ, խաթարվել է արդյունաբերական օբյեկտներից մեկի գործունեությունը, վնասվել են նաև բնակելի շենքեր։ Կրասնոդարի երկրամասում գործարան է հրդեհվել։ Հերթական անգամ ԱԹՍ-ներ են ընկել Մոլդովայում եւ Ռումինիայում, սարքերի պատկանելության մասին տեղեկություններ չկան։ Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Սիրիայի հարավում իսրայելական անվտանգության գոտի։ Թույլ չենք տա թշնամական ուժերին ամրապնդել դիրքերը մեր սահմաններին, նշել է պաշտոնյան, չբացառելով, որ անհրաժեշտության դեպքում կարող են ուժ կիրառել։ Ավելի վաղ Իսրայելի ռազմական ինքնաթիռները 4 ավիահարված էին հասցրել Աբու Ալ-Դուհուր լքված ռազմական ավիաբազային, որը գտնվում է Սիրիայի Իդլիբ նահանգի արևելյան հատվածում։ Դամասկոսը մեղադրել է Իսրայելին օկուպացիոն քաղաքականություն վարելու, իսկ Իսրայելը Սիրիային Հալեպից ոչ հեռու գտնվող ավիաբազայում թուրքական զորքերի տեղակայումը թույլ տալու համար։ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը, որն անհարկի էսկալացիա էր որակել Իսրայելի գործողությունները, հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է Իսրայելի, Սիրիայի եւ Թուրքիայի միջև լիցքաթափման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։ Հռոմի Պապը Վատիկանում ընդունել է Լիբանանի նախագահին, քննարկվել են տարածաշրջանում իրավիճակը, հատկապես Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Լիբանանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, հանրապետության հարավում կայունության, արդար ու երկարատև խաղաղության հասնելու ջանքերը։ Միևնույն ժամանակ Լևոն 14-րդը մտահոգություն է հայտնել, որ այդ պայմանավորվածությունների կյանքի կոչման ճանապարհին խնդիրներ են ի հայտ գալիս։ Նա վստահեցրել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է աջակցել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս ֆոնին կրկին տեղեկություններ են ստացվում, որ իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանի հարավին։ Հանրապետությունում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը հատում է 4000-ը, այդ թվում կանայք եւ երեխաներ, 12000-ից ավելի մարդ վիրավորվել է։ Դիանա Գասպարյան, լուրեր։